Փաշինյանի հայտարարությունը պատարակներին մասնակցելու իր պատրաստակամության մասին ուղիղ կապվում է առաջիկա աղոթքի նախաճաշ կոչված միջոցառման հետ, որը կայանալու է Երևանում նոյեմբերի 14-ին և 15-ին։ Հետաքրքիր է, որ աղոթքի նախաճաշ կոչվող միջոցառմանը Մայրաթորը պաշտոնապես չի մասնակցում, իսկ մասնակցությունը միայն գրանցված մասնակիցների համար է նախատեսված։ Իսկ ովքեր են միջոցառման իրական կազմակերպիչները, ինչ օրակարգով ու ինչ նպատակով են այն կազմակերպել, Անի Աբաղյանն է ուսումնասիրել։ Նոյեմբերի 14-ին և 15-ին Երևանում աղոթքի նախաճաշ անունը կրող միջոցառում է լինելու։ Կայք է բացվել, որտեղ մասնակցել ցանկացողները գրանցվում են ու ստանում էլեկտրոնային հաղորդագրություն օրակարգի գտնվելու վայրի մասին։ Ով է կազմակերպիչը, ինչ է քննարկվելու այդ հանդիպմանը, որտեղ է լինելու և ովքեր են հյուրերը։ Քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը գրանցվել ու ստացել է օրակարգը։ Պանելային քննարկումներ են էթիկայի, բիզնեսի, Թրամփի ուղու, արհեստական բանականության, կնոջ, խաղաղության և այլ թեմաներով։ Աղոթքի նախաճաշ անունը գրող միջոցառման կազմակերպիչը Մայրաթորը չէ, հայտնել է Տեր Եսայի քահանա Արթենյանը։ Այն կազմակերպում է «Իմ քայլը» հիմնադրամի «Կրթվելը նորաձև է» ծրագրի ղեկավար Ստեփան Սարգսյանը։ Միջոցառումն ունի մասնավոր հրավիրյալներ, որոնց մասնակցությունը ի տարբերություն գրանցվածների անվճար է։ Դա ունի շատ որոշակի հստակ քաղաքական նպատակ եւ ընդհանրապես նպատակը, այսպես ասած, լայն լսարան հավաքագրել բերելը չի եղել, այլ ընտրյալ մարդկանց բերել, նստացնել որոշակի նպատակով բերել Երևան, գումար ծախսել, նրանց բերել Երևան, հիմա հիմնականում որոշ նպատակ իրականացնելու համար։